Սուրբ հոգին դրեց իմ սրտին, որ այսպես կոչեմ հրաշքին նայել, թե լինել հրաշքի պատճառ։ Որն ենք ուզում, մենք որն ենք ուզում, հարկ Տիրոջը, կյանքը ընտրությունը, ճիշտ է, հենց Ադամից Եվայից սկսած, իրանք որոշեցին Աստծո խոսքը լսել, թե ուտել պտուղը անօրինի խոսքը լսելով։ Այսօր մենք ինքներս ենք որոշում, որը ընտրենք։ Գետի հոսանքով լողալը շատ հեշտ է։ Գետի հոսանքը դա մարդկության կարծիքներն է, մարդկության այդ ապրելակերպն է, շատ հեշտ է իրանց նմանվել, իրանց պես ապրել, բայց գետին հակառակ լողալը դա ամենադժվարն է, որովհետև ճեղքել է պետք, որտեղ գետը հոսանք ունի ու դու դրան հակառակ գնալով դու հոսանքը պիտի ճեղքես, որ առաջ գնաս։ Ովքեր գետի մեջ լողացել են, իրենք կհասկանան, մանավանդ եթե լոդկային ունեցեն։ Հիսուսը միշտ ուզում է, որ մենք գետին հակառակ լողանք, դեպի իր խոսքը։ Որովհետև որքան էլ մարդիկ ասեն բաներ, որքան էլ թեկուզ բժիշկները դիագնոզներ տան, թեկուզ իրավիճակները այնքան խառնաշփոթ լինի, բայց հավատքի մի խոսքը, հավատքի մի քայլը կարա ամեն բան կոտրի ու ճեղքի։ Կարա դիագնոզներ քանդի, կարա պրոբլեմներ լուծի, կարա փոթորիկներ խաղաղեցնի, կարա 18 տարվա մեջ կբռնված կնոջ հիվանդությունը քանդի, որը ճեղքում անելով եկավ կանգնավ ժողովարանի կենտրոնը, որտեղ Հիսուս իրան կենտրոն բերեց ու ինքը 18 տարվա այդ հիվանդությունից բժշկվեց, 18 տարի հոգնեցրել էր այդ հիվանդությունը։ Մարկոս ավետարանի մեջ 5-րդ գլխում, էդի դեր, ես կասեմ որն է, 5-րդ գլխի 21-ից 47-րդ խոսքում, 42 խոսքում, Գադարացված երկրից Հիսուսը ծովի մյուս կողմն անցնում։ Եվ երբ անցնում է, շատ ժողովուրդ հավաքվում են նրա շուրջը, որտեղ այնտեղ Հիսուսը դիվահար էր բժշկել։ Եվ ժողովուրդը այդ ամեն ասма լուրը ավելաշուտ է տարածվում։ Հիսուսը ծովի ափից հասնում է այս կողմ, ժողովուրդը արդեն շրջապատում են իրան։ Եվ ահա ժողովրդի միջից Հայրոս անունով մի ժողովրդապետ կար, որը լսեց Հիսուսի մասին, բազերով ընկավ իր ոտեր ու ասեց. Աղջիկս մահամերձ է, խնդրում եմ արի գնանք, ձեռքը դիմ ու կբժշկվի։ Հիսուսը գնում է նրա ետևից, ժողովուրդն է նրան հրմշտելով է գնում։ Եվ հանկարծ ամբոխի միջից մի կին, որը ուներ 12 տարվա արնահոսություն, որը բժիշկներից հոգնել էր, բժիշկները նրան ավելի վատ վիճակի մեջ էին գցել, ինչ գումար ուներ ծախսել էր բժիշկների վրա, որ այդ հիվանդությունից ինքը դուրս գա ու ավելի վատ էր վիճակը եղել։ Եվ երբ Հիսուսի մասին լսում է, ետևի կողմից գալիս է ու ասում է. Եթե միայն իր հանդերձի ծայրին կպնեն, կբժշկվեն։ Եվ շուտով նրա արյունի աղբյուրը, Մարկոս ավետարան 5:28-ը, որովհետև ասում է, որ եթե միայն նրա հանդերձին դիպչեն, կփրկվեն։ 5:29 խոսքում ասում է, եւ շուտով նրա արյունի աղբյուրը ցամաքեցավ, եւ նա մարմնում իմացավ, որ այն տանջանքից բժշկվեցավ,
մարդը տանջվում էր, ոչ մեկ չէին հասկանում, որովհետև ժողովուրդն ասում է, յարեն տիրոջն է ցավեցնում, ճիշտ է, ցավը քոնն է, դու ես հասկանում եք վիճակը, մնացածը իրանց համար հեչ, խորհուրդ է, փորձ է, կտան, բայց այս կինը ոչ մի դիագնոզ չէր ընդունեց մենակ Հիսուսին, և 30 խոսքում շուտով Հիսուս իր անձումը իմացավ, որ իրենից զորություն դուրս գնաց, դարձավ ամբողջ մեջ և ասաց, ով դպավ իմ հանդերձին։ 31 խոսքում ասում է, և նրա աշակերտներն ասեցին նրան, Տեր, տեսնում ես այդ ամբոխը, որ նեղում է քեզ, և ասում ես, ով դպավ ինձ։ Հիսուսը նայում է շուրջը, որ իմանա ով կպավ։ Կինը վախենալով մոտենում է նրան և պատմում է եղելությունը, և Հիսուսը ասեց նրան, ով կին, դուստր, քո հավատքը քեզ բժշկվեց, գնա ազատագրված ես։ Պատկերացնում եք, Հիսուսը ծովից անցնում է, գալիս է ափ և մարդիկ շրջապատում են, հետաքրքրասեր մարդիկ են իրան շրջապատում, ասում են դիվահարը բժշկել, ասում են ես իմ ինչ արել, այստեղ էս արել, այնտեղ էդ արել, գնանք տեսնենք հիմա ինչ անի, ինչ թերություն կբռնի, ասում են շաբաթօրն է բժշկում, ամեն մեկը մի պատճառով էր եկել Հիսուսի կողքը կանգնել, և նրանք պատահական չէին գալիս, նրանց հետաքրքրությունները նաև Հիսուսին սեղմում էին, նրանք հրմշտում էին, ուզում էին առաջին իրանք տեսնեն։ Հիսուսը գնում է, և հանկարծ հայրոսը գալիս է, և ասում է, մարդը ցավ ունի, հարազատը վատ վիճակի մեջ է, իրան հեսա կկործնի, և ինքը մոտիկ տեղից չէր եկել, բավականին հեռու էր։ Եվ Հիսուսը լսում է իրան, որ ասում է, արի, մենակ աղոթի ու կլավանա։ Եվ Հիսուսը գնում է իր հետ, ու հանկարծ կանգնում է Հիսուսը ու ասում է, ով կպավ ինձ։ Դուք պատկերացնում եք հայրոսի լարված վիճակը, աշակերտները ու հանկարծ Հիսուսը կանգնում է այդ ամբոխի մեջ և ասում է, ով կպավ ինձ։ Աշակերտներն էլ են զարմանում, երևի հայրոսը մտածում է, Տեր, մի րոպե շուտ արի երեխիս կբժշկվի, որտեղ բոլորս ենք այդպես, բոլորս ուզում ենք մեր աղոթքի պատասխանը մի րոպե շուտ անի, բայց ամեն բան Աստված իր ժամանակին անում։ Եվ աշակերտներն ասում են, Տեր, այսքան մարդ կա քեզ կպնում է, ու դու ասում ես, ով կպավ ինձ։ Հիսուսն ասում է, չէ, այս մեկը ուրիշ ձև կպավ ինձ։ Այս մեկի կպնելուց ինձանից զորություն հելավ։ Գիտես, ինչքան էլ ունենաս նեղություններ, մի նայի նեղություններիդ, մի նայի քո դժվարություններին, մի նայի պրոբլեմներին, թեև դրանք սարի չափեր մեծացած լինեն, նայի լուծողին։ Երբ որ գնում էին ավետյաց երկիրը լրտեսելու, լրտեսներից կեսն ասեցին, որ ամբողջը, երկու հոգին ընդամենը հակառակն ասեցին, մենք իրանց աչքին մորեխների պես ենք։ Բայց քաղերն է հեսուն ասին երկիրը լավ է, իրանք Աստծով էին նայում։ Հեռադիտակը, եթե ճիշտ կողմից նայում ես, ամեն ինչ մեծ է երևում, բայց եթե հակառակ կողմից նայես, այդ մեծը փոքրանում է։ Եթե դու Աստծո կողմից ես նայում, Աստծո տեսակետից, բժիշկների ասածն է, ամեն ինչն է լրիվ փոքրանում է, ու Աստված ասում է, ես քո հետ եմ, մի վախեցի, մենակ հավատքով կպի, հավատա, ես ասում եմ, հավատա, մենակ լավ կլինի, մենակ դե հավատա։ Եվ այս կինը իմանում է, որ ամեն ինչ հայտնվեց, եղավ, և այն, որ ինքը կպել էր բացահայտվեց, ինքը մոտենում է և Տիրոջ ամեն բան պատմում է։ Եվ Հիսուսն ինչ ասում, ով կին, քո հավատքը քեզ բժշկեց։ Գիտեք, նման մարդը ամբոխի մեջ լինելու համար, էդի սխալ էր։ Ինքը
ինքը պիտի նախ ամբողջը երբ որ մոտենար ինքը պիտի գոռար ու ասել ես անմաքուր եմ երկրորդ ինքը ամբողջից հեռու լիներ բայց այս կինը ամբողջ կարծրատիպը քանդեց չնայեց ոչ մի բան նայեց մենակ Աստծուն ինչի կարելիներին չնայեց ինքը նայեց մի բան կարելի է մոտենալ Հիսուսի հանդերձին կպնել ու կբժշկվեն ես ուզում եմ որ կպնի ու բժշկվի ու ինքը կպավ ու բժշկվեց ինքը ասում էր մենակ կպնեմ եւ Հիսուսը ինչ ասում աղջիկ բանը քո հավատքը քեզ բժշկվեց բժշկեց եւ այդ պահին Հայրոսին գալիս եւ ասում են աղջիկդ մահացավ էլ մի հոգնեցրա վարդապետին քո աղջիկը մահացել է դուք պատկերացնում եք Հայրոսի վիճակը ու Հիսուսը ինչ ասում մենակ հավատա ու աղջիկը բժշկվելու է ու իրանք գնում են եւ գնում են այնտեղ Հիսուս իր հետ տանում է Պետրոսին, Հակոբոսին եւ նրա եղբայր Անդրեասին գնում են այնտեղ եւ տեսնում են լացողների մի ամբողջ խումբ Հիսուսն ասում է մի լացեք երեխան քնած է նրանք ծաղրում են Հիսուսին Հիսուսը ծաղրողներին էլ է դուրս հանում բոլոր ամբողջները ովքեր խանգարում են մեզ մեր հավատքին մենք պիտի դուրս հանենք ինչ է խանգարում քեզ այսօր ինչ է խանգարում քո հավատքին քո բժշկվելուն, քո նպատակին հասնելուն կապ չունի բժշկությունը, նպատակը, ծրագիրը, գործը ինչ որ մեկը կարող է գալիս ու ասում է չի հաջողվելու բայց եթե դու Աստծով ես, կհաջողվես լինելու է եւ Հիսուսը մտնում է ներս եւ աղջկան ասում է Տալիթա կումի, որ թարգմանվում է ով աղջիկ քեզ եմ ասում վեր կաց Եվ աղջիկը վերականգնում և սկսում է պտտվել մանկալ տան մեջ, որովհետև նա է 12 տարեկան էր։ Որովհետև հավատաց Հայրոսը, որովհետև այդ արնահոսող կինը հավատաց, 18 տարի մեջ կբռնված կինը հավատաց, չնայեց իրավիճակին։ Իրանք նայեցին Հիսուսին, գիտեք և Հիսուսին ես նայում ամեն բան հեշտ այնում, Հիսուս է այսօր նույնն է։ Հիսուսը այսօր քո տունն էլ կարա գա։ Եթե դու հավատաս ու քո պրոբլեմները մի կողմ դնի, մի նա ինչ պրոբլեմը, ինչքան մեծը լինի, ինչքան անհնարին լինի, այն կնոջ համար անհնարին էր, Հայրոսի համար արդեն իր հույսը մեռել էր, բայց Հիսուսը կենդանացնեց, որտեղ ինքնահարությունն է կյանքը, որտեղ Հիսուսը նայում է, ում կնայես, պրոբլեմին թե իրան։ Հիսուսը նայում է, երբ ես գնալու դեպի իրան, կոտրելով այդ ամենը, երբ կգնաս դեպի իրան, անցնելով այդ դժվարությունների վրայով, դժվարությունները հետդ մի տար, հրճակումները տար, գիտեք ես երբ որ դժվարություն եմ ունենում, ես համապատասխան զորավոր խոսք եմ ընտրում, ու ես թեկուզ այդ պահին մենակ է լինեմ, ես ասում եմ, լսի, դու լավ ես ըլնելու, անցնելու է այս ամենը, ես էլ կանցնի, լավ աննելու ու դու հաղթելու ես, որովհետև իմ Աստծով ես ամեն բան կարող եմ։ Ամեն։ Քանի տարի ուզում ալինի, մենք կարանք հաղթենք։ Հովանու ավետարան էսի պեչի ազիս, Հովանու ավետարան 4:46-54 խոսքերում Հիսուսը դարձյալ Գալիլեայի Կանա քաղաքն է գալիս, որտեղ ջուրը գինի էր վերածել։ Մի ազնվական մարդ կար այդտեղ։ Նրա որդուն Կափառնայում հիվանդ էր։ Լսել էր Հիսուսի մասին եւ վասում է Հիսուսի մոտ եւ ասում է Տեր, տղաս մեռնում է։ Մեննակարի ու ձեռքտի ու կբժշկվի։ Հիսուսը ասում է գնա տղեկ բժշկված է։ Չգնաց հետը, եթե մեզ այդպես անեին, ինչ կանեինք։ Մենք կնեղանայինք, ասենք լայախ չարեց հետս կար, մի քիչ կոպիտ ասած, չէ, չուզեց մեր հետ գալ, մի քայլ չուզեց աներ, բայց այս մարդը խոսքը բռնեց,
իր համար կարևորը նպատակակետն էր, ինքը վերցրեց, տվեց լավանալույա ու վազեց։ Ինչ ենք մենք այսօր վերցնում մեր հետ, վիրավորանք, նեղություն, թե Աստծո խոսք։ Այն օրը պատշգամբում գործ եմ անում, ուժեղ արև կողա, սենց արևոտ է, դե ներսում սենյակը հովա։ Եվ ճանճը սիրուն մտավ ներս։ Եվ ես այդ ճանճի հետո սատկացրեցի իրան և միտք եկավ։ Գիտես, մեր կյանքը հենց այսպես է։ Սատանան մեզ խաբում է։ Մտի ընտեղ հարմար է, ընտեղ լավ է, ընտեղ լուսավոր է, ու դու գնում ես քո հարմարությունը ընտրելով ու հենց այդտեղ է, որ սատկում ենք։ Կոպիտ ասած։ Բայց այդ աշնանային այդ ցուրտը, եթե մենք հաղթենք, եթե մի քիչ նեղությունը մենք հաղթենք, գարուն է գալու, ու դու ցատկոտելու ես, ու դու զորավոր ես լինելու, դու հաղթելու ես, որովհետև դժվարություններից է, որ դու կարում ես թարմանաս, ուժեղանաս ու ոտքի կանգնես։ Այս մարդը վերցրեց խոսքը ու գնաց։ Գնում է ճանապարհին ծառաները վազելով դիմավորում են, դու պատկերացնում եք ինքը եկել է, տղաս մեռնում է այդ խոսքով, ու հանկարծ գնում է տեսնում է ծառաները գալիս են։ Ես մտածում եմ, եթե ես լինեին ուշադիր կնայեի այդ մարդուն, այդ ծառաներին ուրախադեմքները, թե տխուր է, ինչ լուր են բերում իրանք։ Ինչ որտեղ ժպիտ է տեսնում իրանց վրա։ Եվ մի քիչ թարմանում է, և գալիս են, ասում են, տղեկ լավացավ երեք, ասում են, որ ժամ, երեք ժամը 7-ից, ու հասկանում է, որ հենց այդ վարկյանին էր, այդ ժամին էր, որ Հիսուսն ասեց գնա ու տղեկ լավանում է։ Ու ինքը վերցրեց այդ խոսքը, երբ դու խոսքը վերցնում ես, հենց այդ վախտը, գալիս քորտնությունը, քեզնից է կախված, քո բժշկությունը կլինի թե չէ, քեզնից է կախված, օրհնությունդ կգա թե չէ, քեզնից է կախված, քո իրավիճակը ինչքանով է փոխվելու, որովհետև խոսքը գալիս է, բժշկում է, բայց դու վերցնում ես, որովհետև Աստված վերևից նայում է, ով կնայի նեղության ժամանակ դեպի Աստված, ով կկանչի Աստծուն։ Հիսուսը նեղությունների ժամանակ, դժվարությունների ժամանակ, այդ ամբոխների ժամանակ, երբ որ ամբոխ է լինում ու դու ունես դժվարություն, ինքը հենց քեզ է նայում, հենց քեզ, նայում է, տենա կնայես իրան, սպասում է, կկանչես իրան, հայրոսի նման, այն կնոջ նման ճեղքում կանես, 38 տարի մի մարդ հիվանդ էր, ու որը ոչ մեկին չուներ, հոգնեցրել էր արդեն։ Դա Հովանու ավետարան 5-րդ գլխի 1-ից 9 խոսքն է։ Սրանից հետո, այսինքն այդ ամենից հետո, երբ ազնվականի որդին էր բժշկվում է, հրյաների տոնն էր։ Հիսուսը գնում է Երուսաղեմ։ Երուսաղեմում ոչխարած դրանը Բեթհեսդայի ավազան կա, որը Սելովի ավազան էլ է կոչվում։ Այնտեղ այդ 5 դահլիճները, սրահները լիքն էին հիվանդներով այդ օրը։ Ինչ տեսակ հիվանդ ասես կար, չորացածներ, մեջքը բռնվածներ, կույրեր, կաղեր, բորոտներ, լիքն այնտեղ էին։ Ու ժամանակ առ ժամանակ հրեշտակը գալիս է ջրերը խառնելու։ Եվ ով որ առաջին է խառնելու ժամանակ իրեն գցվում էր այդ ավազանը, նա բժշկվում էր։ 38 տարի հիվանդ այդ մարդը ոչ մեկը չուներ, որ իրան գցեր այդտեղ, բայց մեկը կար, Հիսուսը։ Գիտես, եթե քեզ թվում է, թե ոչ մեկը չունես, դու մենակ ես, ու մեկը չկա քո կողքին, հիշի, Հիսուսը քո կողքին է, ու սպասում է քո հավատին, կհավատաս,
կպնես, կընդունես իր ասածը, ու երբ որ ընդունես, ամեն ինչ լավ է լինելու։ Հիսուսը իմացավ, որ ինքը, այսինքն Տիրոջը ոչ մեկ չի ասում, ինքը տերերի տերն է ու գիտի ով է դու, ով ես դու, գիտի ով այս 38 տարվա հիվանդը, ինքը վաղուց սպասել է, պետք չի ոչինչ պատմել, բայց անկեղծությունը պետք էր։ Հիսուսը իմացավ և մոտենում է, ասում է, կամենում ես բժշկվել։ Այսօր Հիսուսը քեզ էլ ասում, կամենում ես, ուզում ես։ Եթե ուզում ես, ուրեմն ընդունի ես խոսքը, կամենում ես բժշկվել, և ես մարդը անկեղծանում է, Տեր, մեկը չունեմ, որ երբ ջրերը շարժվում են, ինձ ավազանի մեջ գցի, և մինչև ես շարժվում եմ, ուրիշը ինձանից առաջ է մտնում։ Հիսուսը նրան ասաց, վեր կաց, մահիճը առ ու ման արի։ Գիտեք, 38 տարի մահիճը իշխել էր իրան, տեղաշորը։ 38 տարի ես մարդը տեղաշորին գերի էր։ Բերանով եք ասում։ Ես 38 տարի առաջ մեռնելուց պրծա։ Ես ապրում եմ 38 տարի մի ամբողջ կյանքա։ Ես հետո կանդրադառնամ սրա։ Բայց ես մարդը 38 տարի հիվանդության մեջ էր։ Ու ինքը լսում է, այն մարդը, որ չէր կարում սողալով մոտենալ ավազանին, ինքը ինչ արեց, իշխեց հիվանդությանը, ինքը իշխեց իրան գերող այդ առարկային, վերցրեց ու գնաց։ Բայց գիտեք, ամբողը չուրախացավ դրանով, ամբողն ասում է շաբաթ է, ինչի ես վերցրել ես ծանրությունը ու ման գալիս, չի կարելի, ամբողը մարդիկ միշտ կասեն, քժվել ես, այսքան տարի հիվանդ ու պարկել ես, ուր ես ոտի կանգնել, քո տեղը տեղաշորն է, պարկի տեղ լավ է քո համար, չէ ես դուրս եմ գալու ես իրավիճակից, ես տեղաշոր եմ ասում, բայց դու կարաս մտածես կարող քո պարտքերն են դա, կարող է ինչ-որ ուրիշ պրոբլեմ է, ուրիշներն ասում են չէ քո տեղը, դու պիտի միշտ վարկերի մեջ լինես, բայց Տերն ասում է, իշխի իրան, վերցրա ու ման արի, այն ինչ որ իշխել էր քեզ, ոտով դու կարաս ճզմես, այն օձը, որ Եվային ու Ադամին խաբեց, դու կարաս ճզմես, որտեղ դու Եվայից ծնվածն ես, դու կարաս ճզմես, այդ խոսացողներից մեկը չէր օգնել այդ մարդուն, բայց Տերը օգնում է։ Ալելույա։ Եկեք միշտ հիշենք, որ Հիսուսը մեզ է նայում ամբողի միջից։ Հենց քեզ։ Հիսուսը հենց քո տուն է ուզում գա։ Իր հույսը նրա վրա է, որ դու կհավատաս ու կկանչես։ Քննադատողներ շատ կլինեն, բայց դու Հիսուսին նայի։ Հավատքով գնա դեպի Հիսուսը։ Մի մարդ կար Զաքեոս անունով, Ղուկասի ավետարանի 19 գլխում, դու 4:6 հետո կբացես։ Երիքովի միջով անցնելուց մի մարդ Զաքեոս անունով, որը մաքսապետ էր, լսում է, որ Հիսուսն է անցնելու, բայց ինքը շատ ցածրահասակ էր։ Մաքսապետ նշանակում է փողերի, վաների վրա այսքտեղ հաստատ խախտումներ եղել են, կուրսերը փոխվել է, մարդը միշտ օգուտ է ունեցել ու հարստացել է։ Այսինքն մեղքի մեջ մարդ է։ Բայց ինքը ձգտում էր Հիսուսին տեսնել, ամբողը խանգարում էր։ Գիտես, ամբողը միշտ կխանգարի, որ դու Հիսուսին տեսնես, մի գնա եկեղեցի, հալավես կիրակել մի գնա, այսօր պետք չի, այսօր կարևոր չի, այդքան էլ մի խորացի։ Այո, ինչ պարտադիր է տասնյակ գնաս Գայան քրոջ ասած։ Բայց Զաքեոսը չնայեց դրանց, ինքը ճեղքում արեց։
Ինքը հրաշքի պատճառ էր ուզում դառնալ։ Հայրոս հենց նման։ Ինքը ուզում էր այդ 38 տարվա հիվանդի նման հրաշքի պատճառ դառնալ ու ոչ թե կողքը շրջապատող մարդկանց նման հրաշք տեսնեն ու թերություն բռնեն։ Ինքը բարձրացավ ժանտաթզենի վրա և Հիսուսն ասեց. «Զաքե» Ղուկասի 4:6, 19:4-6 և առաջ վազեց վեր ելավ ժանտաթզենին, որ տեսնի նրան, որովհետև այնտեղով պիտի անցներ։ Եվ երբ որ այնտեղ եկավ, Հիսուսը վեր նայեց և նրան ասաց. «Զաքե, շուտ արա, իջի, որովհետև ինձ այսօր պետք է քո տունը գալ»։ Նա էլ շտապելով իջավ, ուրախությունով ընդունեց նրան։ Հիսուսը Զաքեոսին անունով կանչեց։ Այսօր Հիսուսը քեզ էլ անունով կարա կանչի։ Կասի Էմա, Արսեն ջան, Օլգա ջան, Հակոբ ջան, Գայան ջան, Արմեն, Աշոտ, ես այսօր ձեր տուն եմ գալու։ Սերգեյ ջան, ես այսօր ձեր տուն եմ գալու։ Ես այսօր գալիս եմ ձեր տուն։ Ես ուզում եմ այսօր քո հետ քո սեղանը նստել։ Եվ Զաքեոս ընդունեց, իջավ։ Եվ իր տանը փրկություն եղավ։ Փրկվեց ինքը եւ իր տունը։ Փրկվեց հայրոսը եւ իր տունը։ Փրկվեց այդ ազնվականը եւ իր տունը։ Այն կինը փրկվեց։ Քո տունը կարա փրկվի։ Եթե մենակ ճեղքելով դուրս գանք, եկեք չնայեք ինչ իրավիճակ կա։ Իրավիճակները սատանան բերում է, որ մեզ արգելի Հիսուսի։ Բայց մենք կարանք դուրս գանք այդ իրավիճակից ու Հիսուսը այն կողմը կանգնած փառքի պսակը ձեռքին քեզ է սպասում։ Մի անգամ եղբայրս ինձ գիրք ցույց տվեց, որ տենց էլ ոչ ինքը կարացավ կարդալ, որտեղ վերցրեցին կարդային ու այդ գիրքը ետ չվերադարձրեցին։ Վերնագիր ինձ շատ դուր եկավ։ Եթե ուզում ես եթե իմանաս ով է սարից այն կողմ փառքի պսակը ձեռքին քեզ սպասում, դու կարաս սարը շարժես հավատքով։ Այսինքն քո պրոբլեմից այն կողմ Հիսուսը կանգնած է։ Մի քայլ է մնում, կանչի ու ինքը կպատասխանի։ Ղուկաս ավետարան 19:7 Եվ բոլոր տեսնողները տրտնջում էին և ասում էին, էսի ամբողջն է։ Մեղավոր մարդու մոտ մտավ հանգիստ առնելու։ Սրանք էլ մարդիկ են, որոնք հրաշք են տեսնում մենակ, իրանք հետաքրքրասերներն են։ Բայց Զաքեոս այն մարդն էր, որը հրաշքի պատճառ դարձավ, որը փոխեց իր տունը և ամբողջ իր կյանքը, և շատ մարդկանց էլ կյանք փոխվեց այն Զաքեոսի պատճառով, և ումից ինքը ավելի վերցրել էր, ետ վերադարձրեց։ Ինչ ենք ուզում, մարդկանց ամբող, թե փրկիչ։ Ինչ ենք ուզում, հրաշք, թե հրաշքի պատճառ դառնալ։ 1987 թվականի հուլիսի 16 Երևան հիվանդանոց, երկրորդ շտապօգնության հիվանդանոց Նորքի մասիվ։ Ես կյանքի և մահվան առաջ պատերազմում էի։ Իմ դիագնոզ էին տվել восходящий миелит патипуландрит։ Դա վերջույթներից սկսող պարարիչ էր, որ ձեռքերը ոտքերը ամբողջը թուլացել էին, մինչև վիզս, մենակ գլուխս էր շարժվում։ Եվ այստեղ բժշկուհի Ավիկյանը ինձ մամային ասել էր, որ 2 ժամ, եթե ուշացնեք, ուղեղին աղբելու ու տեղն ու տեղը մնալու է։ Եվ ինձ տարան Երևան հիվանդանոց։ Երգի բառերը երկնքից ինձ համար իջար Աստծո որդի հենց ինձ համար էր և ձեր համար է։ Ես երբ որ ընդունարանում պառկած էի, այսինքն երկնքից մարդկային կերպար տեսա, որը աստղերը
միացած էր ամբողջ աստղային մարմին, այդ տիեզերքը մարմին դարձած մտավի մեջ։ Եվ ես էդի տեսա, ցնցվեցի, պատմեցի մամայիս, մամաս ասեց բալես, լավա լինելու, կապրես, լավանալու ես, այդ տեսիլքը, մամայի բալես կապրես լավա լինելու, ես բռնեցի։ Ամեն բանի համար խնդրում էի Աստծուց, մատս էս մատը շարժվի, հետո էս մատը շարժվի, կամած ինչ խնդրում էի Աստված ամենը տալիս էր, Աստված դարձավ իմ ընկերը, իմ բարեկամը, բայց բժիշկն ասում էր, այդ հիվանդությունը չի բուժվում, այդ հիվանդությունը թերություն ունի, հետո նորից կրկնվելու է ավելի վատ ձևով, ես չընդունեցի էդի, մամաս էլ չընդունեց, ասեց բալես Աստված մեր հետ է, լավ է լինելու, ամեն դեղ հավատքով էի խմում, բժիշկի ամենն ասած ես հավատքով էի վերցնում, երբ որ բժիշկը տեսավ ես լավանում եմ, մարզանքի բժիշկ նշանակեց, 2 օրը 2 անգամ պիտի գար, բայց բժիշկը երբ մտնում էր ես մարզանքի մեջ էի, Եվ այդ բժիշկին ասես դու այստեղ գործ չունես, ես սիրում եմ երբ հիվանդը պայքարող է լինում, այսօր ես կանգնած եմ այստեղ, որտեղ իմ Աստված, ամեն, որտեղ իմ Աստված չի նայում դիագնոզներին, դուք ինքներդ եք տեսնում, հա կարող է հիմա մի քիչ կահում եմ, որտեղ աստիճաններից վայր եմ ընկել, բայց ոչինչ, դա ուրիշ բան է, բայց դա էդի չի, ու թերություն չի մնացել, որովհետև Տերը եթե անում է, դիագնոզները ճղում է, դու եթե ուզում ես լավանաս, դու պիտի պայքարող լինես, դու պիտի գործ անես, Աստված մի քայլ արել է, մնացածը դու պիտի անես, հավատալով, բռնելով, ես մի տարի մարզանք եմ արել, ու չեմ դադարել, թեկուզ կողքից ծաղրում էին, տնեցիներն էին ծաղրում, ինչ է, ամուսնուս, բայց ես պայքարել եմ, որովհետև ես պատերազմի մեջ էի, կյանքը պատերազմ է, դու եթե նստած ես հիմա, դու էլի մտքումդ պատերազմ ունես, դու պիտի հաղթես դրանց, և առակաց 12:25 Մարդի սրտի վիշտը կճնշի նրան, սրտի վիշտը ճնշում է քեզ, բայց բարի խոսքը նրան ուրախացնում է, ամեն խոսքը, եթե դու ընդունում ես դրականը, դու կբժշկվես, բայց բռնելով, դու կործանվես, դու կընկնես, մի հարմարվի իրավիճակիդ, այլ դուրս ալի այդ իրավիճակից, դու ասա ես լավանալու եմ, Այո, Ղազարոսի գերեզմանոցի մոտ Հիսուսը լաց էր լինում, մարդկանց անհավատության համար, բայց այնտեղ մարդիկ երբ տեսան, որ Հիսուսը լացում է, ասեցին սա, որ կույրի աչքերը բուժում էր, չէր կարող Ղազարոսին էլ բժշկեր, Հիսուսը մարդային ինչ ասեց, մենակ հավատամ, ու Աստծո փառքը կտեսնես, ես ուզում եմ մենակ հավատանք, հավատա ու Աստծո փառքը տեսնելու ես, Ջնջի ամեն վատ խոսքերը, վատ հռչակումները քո կյանքից, փոքր ժամանակ վատ բաներ են ասել քեզ, որովհետև գիտես են ասել, որտեղ դու լավն ես եղել, դրա համար անօրենը նախանձել է ու քո մասին վատ բաներ ասել, ու այսօր դու ջնջի այդ ամենը, դու կարաս այդ ամենը ջնջես, ես հիշում եմ Ռենատ Բոնկեի քարոզներից մեկի ժամանակ, մի մարդ, ես այդ գործողության համար եմ էդի պատմում, մի մարդ եկեղեցու ծառայող է լինում, երբ որ իմանում է, որ Ռենատ Բոնկեն գալիս, եկել է և վրանային ծառայություն անում, ինքը մոտոցիկլետով գալիս է, ասում է, երբ այդ մարդը եկավ, նա լացում էր, հոնգուր լացում էր, ու ասում է, ինձ պատմեց, որ ասում է, ես լավ է, ես կնոջս հետ ծառայում ենք եկեղեցում, այնքան լավ էր մեր վիճակը, մի օր ասում է, կինս որոշեց մի քանի օրով շաբաթով գնալ մոր տուն, ասում է, ես մենակ մնացի, և որոշեցի շրջել,
Ասում եմ ու հանկարծ միտք եկավ, գնա այնտեղ, որ փողոցում դու մեղքերի մեջ ես ընկած եղել, երևի կազինո եղել կամ չեմ իմանում ինչ։ Ու ասում եմ, երբ որ գնացի անորեն ասում եմ մտի։ Ու ասում եմ, երբ որ մտա, ես Հիսուսին կորցրեցի։ Ասում եմ, բայց որ հելա էլ Հիսուսը չկար, այս մարդն ասում։ Ասում եմ, ես Հիսուսին կորցրել եմ, ես ուզում եմ գտնեմ։ Բոնկերն մտածում ասում ես չգիտեմ ինչ պիտի անեմ։ Սուրբ Հոգին ասում է ես գիտեմ, ինչ կասեմ այդ արա։ Հիմա եթե դուք եք ունեք իրավիճակներ, որ անցել է, բայց ազդել է ձեր վրա, դուք կարաք եք նույն քայլն անեք։ Բոնկերն ասում է, իհարկե Սուրբ Հոգով, ասում է հիմա մենք ծնկում ենք աղոթելու։ Մենք մտքով անցնում ենք այդ վայրով։ Ու ասում է այդ մարդը ասում է այո անցնում ենք։ Ասում է դու կանգնում ես այդ դռան մոտ։ Ասում եմ այո, հիմա դու որոշի, մտնելու ես, թե ոչ, ասում ես Հիսուսին եմ ընտրում։ Երբ ասում եմ մենք աղոթքի նստանք ինքը լացում էր, երբ ելանք ինքը նորից էր լացում, բայց այս անգամ Հիսուս ուներ։ Ամեն։ Այո, հալելույա։ Մենակ հավատա, ու Աստծո փառքը կտեսնես, Հռոմեացիների 4:20-22։ Սա Աբրահամի մասին է։ Եվ Աստծո խոսքին համար չերկմտեց անհավատությունով, այլ զորացավ հավատքով։ Խոսքը ընդունեց ու չկասկածեց, այլ զորացավ հավատքով։ Աստծուն փառք տվեց, հələ չարած բանը, բայց Աստծուն փառք տվեց։ Եվ իր մտքումը համոզված էր, թե նա որ խոստացավ, կարող է անել։ Ու այդ իրան արդարություն եղավ։ Որովհետև արդեն 100 տարեկանում ինքը երեխան ունեցավ։ Եթե ինքը ուրիշին ասեր, ես 100 տարեկանում երեխա եմ ունենալ կծաղրեին, բայց արդեն երեխան ծնվել է, բոլոր ասում էին հալալ է քեզ Աբրահամ։ Ես ուզում եմ իսկականից չնայենք հիվանդություններին, չնայենք նեղություններին, այլ նայենք, որ Աստծով մենք ամեն բան կարող ենք։ Եբրայեցիների 11:1 Հավատքն էլ հուսացած բաների հաստատությունն է։ Մի բան, որ հույսը դրել ես, և հաստատ մնում ես վրան ու չերևացած բաների ապացույցը, Աբրահամի ստացած Իսահակ որդու նման։ Ինքը հավատաց, բայց 100 տարեկանում ինքը երեխա ունեցավ ու ապացույց էր, կարաս հավատաս, ու այդ հավատքը արդեն ցույց տաս։ Ես ցույց եմ տալի իմ հավատքը։ Ես քայլում եմ, որտեղ լսեցի, ընդունեցի այն խոսքերը, որ եկավ։ Այսօր իմ տղեն ողջ է, մեծ տղես, իր կյանքին էր վտանգ, սխալ դիագնոզ, որը ծոմի աղոթքով, աղոթքի միջոցով դիագնոզը ստվեց։ 3 օր կույրաղիկը տրակած ամնացել, էդ էլ բժիշկն եկավ ասեց հրաշքա, մի օրվա մեջ ամբողջ արյունը մաքրվել է, որտև աղոթում էի, որտև չեմ հույսս կտրել, որտև իմ Աստված իմ զորությունն է, ես չեմ ասում հոգս չունեմ, հիմա լիքը ունեմ, բայց էլի այսօր այս խոսքի միջոցով է, ես և ապրում եմ և ձեզ ասում եմ, հույսներդ մի կտրեք, մեր Տերը զորավոր է ու Աստծո մեջ ամեն բան հնարավոր է։ Հիմա մենք ենք ընտրում, ամեն։ Հիմա մենք ենք ընտրում հավատքին նայենք, Աստծուն նայենք, հրաշք դառնանք, թե վազենք հրաշք տեսնենք, ուղղակի, վազենք կինո նայելու, հրաշք տեսնելու։ Եկեք փոխենք մեր կյանքը։ Դառնանք մեկը, ով հրաշքի պատճառ է, ու եթե քո առաջ, քո հավատքի առաջ դուռ փակեն, պատալոգը ծակի, տանիքը ծակի, այնտեղից իջի, ու քո գործողությունը կկատարվի, զորությունների Աստվածը սպասում է քեզ,